Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, այսօր քիչ առաջ ես ոդկաստ եմ արել, հարցեր, էզոթերիկների հետ պատասխաններ, իսկ հիմա ես ցանկանում եմ մի փոքր տարոկարտերի հետ է կապված, հոգևոր կարտերի հետ, մեր սակրալ գիտելիքներից գաղտնի, ուրեմն 22 մեծ արկանների, որոնք մեծ կապ ունեն թվագիտության եւ մուգ քարտից մինչև հիմարի քարտը, հա, 22 մեծ արկանները, որպեսզի ես այսօր բացատրեմ, թե մարդիկ, ովքեր որ ում առաքինությունն է, հա, որն է իրենց առաքինությունը, մեկ թվանշանից սկսած, այսինքն մոգ թվանշանի, մոգի առաջին թվանշանից սկսած մինչև 0 21 եւ 0 22-ն է եղել, երկուսին գումարում ենք 2, դա անում է 4, ամենայն դեպս մենք խոսենք այսօր այդ մասին։ Նախ մինչև դա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին, լայքերի, մեկնաբանությունների համար, ինչը ինձ համար հաճելի է։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց համար, ովքեր որ կեղծիքը տարբերում են իրական մասնագետներից, միանում են մեզ, հա, բաժանորդագրվելով իմ YouTube-յան ալիք, իմանալու միայն ճիշտ կանխատեսումներ, ձեր լայքերի համար եմ շնորհակալություն եւ հայտնում եւ իմ ալիքում մեկնաբանություններ թողելու եւ լայքելու համար, ինչը հաճելի է ինձ համար։ Եվ այսպես, ես ուզում եմ խոսել մեկ թվանշանի հետ կապված մոգ քարտից, թե որն է մարդու առաքելությունը, ինչպես նա կարող է ճիշտ օգտագործել իր առաքինությունը այս աշխարհում, հա։ Գնացինք եւ սկսենք։ Մոգ քարտը ինքը բավականին հետաքրքիր անձնավորություն է, եթե մեկ թվանշանն է, դա քո արևն է, որը որ դու պետք է ցույց տաս մարդկանց, հա, լինելով ակտիվ, մարդկանց քո հետևից ստանելով, դու պետք է կարողանաս, հա, ուրեմն մարդկանց հետ, հա, լեզու գտնել, տարբեր մարդկանց հետ հարաբերություններում, քո խոսքը ճիշտ տեղ հասցնել, հա, եւ ինչն է հետաքրքիր, որ դու պետք է ինֆորմացիա տաս, այսինքն դու լիդեր ես եւ դու պետք է քո արևը ցույց տաս քո հետևից տանելով մարդկանց, այլ ոչ թե մանիպուլյացիաներ անելով։ Ինչն է հետաքրքիր նաեւ դու պետք է եթե պլյուս ես օգտագործում, հա, դրական քո էներգիան, այստեղ ուրեմն դու պետք է լավ հարաբերություններ ստեղծես քո քույրիկների, քո եղբայրների հետ, որովհետև քո հաջողությունները միայն նոր պրոյեկտներում կարող է, եթե այսպես դրական օգտագործում ես դու, դա քեզ հաջողություն բերել հետագայում։ Չպետք է լինեք միամիտ, մոգ քարտն է ձեզ ասում։ Դուք կարող եք ասել այո, կարող եմ, դուք կարող եք նաև հրաժարվել, եթե ինչ-որ մեկը ձեզ, հա, դիմում է, կարող է այնպիսի մի հարցով է դիմում, որ նաև դուք իրավունք ունեք հրաժարվելու ասելով ոչ։ Այսպիսի մարդիկ, չգիտես ինչու, սիրում են միայնակ լինել, եւ ինչն է հետաքրքիր, որ դուք պետք է հույսներդ միշտ դնեք ձեզ վրա։ Դուք եթե ցանկանում եք բիզնես անել, դուք պետք է, հա, ուրիշների հետ չեք կարող։ Դուք պետք է ձեր հույսը դնեք ձեր վրա, դուք ինքներդ անեք, ոչ թե այլ մարդկանց հետ։ Եթե այլ մարդկանց հետ փորձեք, ձեզ կարող են խաբել։ Եվ եթե դուք ձեր այս մեկ թվանշանը, հա, առաքինության սխալ եք օգտագործում որպես բացասական, հնարավոր է ձեր կյանքում լինեն դավաճանություններ, հա, դրանք կարող են այդ ցավը ձեզ պատճառել այն մարդիկ, ումից դուք չեք սպասում, կարող են մարդիկ առիթից օգտվել ձեր անկեղծությունից, Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ ձեզ միայն ոչ թե կարող են ձեր հարազատները դավաճանել, հա, նաև ձեր բիզնեսը տարտարա լինի, չստացվի էլ հետագայում։
Եվ ինչ որ հաստատղտային հարցեր։ Դրա համար դուք ձեր հույսը սիրելի մեկյակներ պետք է դնեք ձեր վրա։ Դուք պետք է կարողանաք ինքներդ ձեր գործը դնեք, ձեր բիզնեսը դնեք, հա, այլ ոչ թե ձեր էգոին նայեք, օ, ես սենց եմ ուզում, ես սենց ոչ մի բան չի ստացվի ձեր։ Այդ էգոն ամեն անգամ չի, որ պետք է գալիս։ Դուք չպետք է մանիպուլյացիաներ անեք, հա։ Դուք պետք է գիտակցեք, որ դուք կարող եք, հա, շատ մարդկանց ձեր հետևից տանել, ձեր արևը ցույց տալով եւ դնելով նպատակներ ձեր կյանքում եւ սկսելով ձեր նպատակները կատարել։ Իշն է հետաքրքիր, որ դուք պետք է ինքներդ, եթե չեք գտել մինչև այսօր դուք ձեզ ինքներդ հարց տաք, ով եք դուք, ինչի համար եք դուք եկել այս աշխարհ։ Եվ երբ որ դուք այդ հարցը ձեզ տալիս եք, հա, տիեզերքը ձեզ կարող է ուղարկի նշաններ եւ դուք ձեր հարցի պատասխանները կարող եք ստանալ, խոսքի օրինակ, ինչ որ միտեղ պատահական թերթի վրա կարող է գրված լինել հենց ձեր հարցի պատասխանը, կամ միացնում եք առավոտյան արթնացել եք կամ օրվա մեջ թվերով կարող եք դուք դա պատահական իմանալ եւ ձեզ դա բավականին վառ կարող է գալ այս թվանշանները, հա, իսկ եթե դուք այդպես էլ ձեզ չեք գտնում, ստեղ հնարավոր է օրիենտացիայի, մարդու մոտ իր մոտ հենց օրիենտացիայի խնդիր լինի, դա կապ չունի, որովհետև ինքը տղամարդու էներգիա է, հա, մեկ թվանշանը, այսինքն լինում են ֆրիգիդնի անձնավորություններ, չգիտես ինչու ցանկանում են մարդկանցից առանձնանալ, ապաթիայի մեջ ընկնել, հա, հակառակը փոխանակ դուք քայլեր անեք, ոչ թե ակտիվացնելով բացասական ձեր թվանշանը, մեկ թվանշանը, այլ հակառակը, լինեք լավատես, հա, ինիցիատիվան վերցնեք ձեր ձեռքը եւ սկսեք ինչ-որ քայլեր անել ձեր կյանքում։ Դուք պետք է կարողանաք ձեր պոտենցիալը, ձեր տաղանդը բացել, որովհետեւ դուք լիդերներ եք, մեկ թվանշանի հետ է կապված, եւ ինքներդ կարող եք բավականին լավ տարբեր ֆիրմաների ղեկավարներ լինել, հա, հոբին, ինչով դուք զբաղվում եք, դրա ղեկավարը լինել, կարող եք կառավարել մի քանի տեղեր, դրա ղեկավարը լինել, այս ամենը հենց ձեզ տված է։ Լինում են բավականին պրոֆեսիոնալ մարդիկ, մեկ թվանշանով ծնված մարդիկ, ովքեր որ օրինակ դրական են օգտագործում, հա, իրենց թվանշանը, կներեք, ովքեր որ դրական են օգտագործում իրենց թվանշանը։ Ոայ, որովհետև դուք կարող եք ղեկավարել մասսաներ։ Այս մասին մտածեք, հարգելիներս։ Անցնենք երկու թվանշանը, որը իմ տարոքարտերով եղել է եւ կա Վերխովնայա Ժրիցան, որը կապ ունի լուսնի հետ։ Երկու թվանշանը ընդհանրապես կապ ունի լուսնի հետ։ Մարդու մոտ կարող է մեկ, հա, լավ զգաք ձեզ, այստեղ զգալը մեծ կապ ունի, չույկան ձեր կապ ունի, հա։ Մեկ լավը տրամադրությունը լուսնի հետ է կապված, կամ պրիլիվա կամ ատլիվա, հա, դուք էլ չեք հասկանում, կամ մարդիկ կարող է ձեզ չհասկանան եւ այլը։ Գիտեք ինչ, դուք պետք է կարողանաք զգաք բավականին հոգեբանորեն, թե ձեր շուրջը ինչա կատարվում, դուք պետք է զարգացնեք ձեր ինտուիցիան, դուք պետք է կարողանաք հասկանալ ուրեմ, գիտել ներողություն, բնությունը, ինչ ձեր շուրջն է, եւ նշաններին ուշադրություն դարձնեք, որոնք ձեզ ուղարկում է տիեզերքը։ Լսում եք ինչպես է երգում, այսպես սաղորը երգում է։ Վերխովնայա Ժրիցան, երկու թվանշանը, նաև խոսում է այն մասին, որ լուսինը չմոռանանք, որ դա նաև ձեր մայրն է, դուք պետք է շատ սիրեք ձեր մայրիկին, սա բավականին շատ կարևոր է, որովհետև դուք, եթե ձեր հարաբերությունները լավ չեն ձեր մայրիկի հետ, դուք պետք է կարողանաք կարգավորել ձեր
հարաբերությունները ձեր մայրիկի հետ։ Սա բավականին շատ կարևոր է։ Եվ այս լուսին, հա, Վերխովնայա Ժրիցա քարտը, որի մոլորակը դա լուսինն է, խոսում է այն մասին, որ լուսինը հովանավորն է, այսպես կարող եմ ասել, կանանց, այստեղ պարտադիր ասա։ Կարող է բերել հաջողություններ կանանց մոտ, հա, կանանց ուրեմն պրոֆեսիայում, օրինակ, Վերխովնայա Ժրիցա երկու թվանշանի ներքո ծնվածների մոտ ձեր предназначениան, այսինքն ձեր առաքելությունը, օրինակ կարող եք լինել լավ երգչուհի, լավ պոտենցիալ ունենալ, արտիստ, ովքեր բեմում նաև խաղում են, այս մասին էլ ասեմ, որպեսզի դուք իմանաք։ Դուք պետք է նաև ներդաշնակ լինեք մարդկանց հետ, այն ինչ ձեր շուրջն է, սոցիումում, մարդկանց հետ եւ այլը, հա։ Դա կապ չունի, կին է, տղամարդ է, տղամարդիկ կարող են լինել sense փափուկ։ Օրինակ ես երբ որ միտեղ տեսնում եմ այ sense ինչ որ մեկը sense հետաքրքիր նստած sense կողքերը sense նայում է, մի անգամից ասում եմ երկու թվանշանն է։ Հա, որովհետև արդեն բավականին նետվել է մեզ ամեն ինչի մեջ։ Եթե դուք օգտագործում եք ուրեմն դրական ձեր թվանշանը, ներդաշնակ եք բնության հետ, մարդկանց հետ, կենդանիների հետ, ձեր շրջապատի սոցիումի հետ, ձեզ չի կարող հաջողությունը չժտալ։ Իսկ եթե դուք մինուս եք օգտագործում, բացասական եք օգտագործում ձեր այս թվանշանը, այստեղ կապ չունի, դուք տղամարդ եք, թե կին, կոնֆլիկտները ծնողի հետ կարող է լինել հենց մայրիկի, հա, եւ այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ կարող է լինել, որ նաև տղամարդկանց մոտ չբացառվում դավաճանություններ կանանց, իրենց կանանց հետ, հա, կարող են լինել մանիպուլյացիաներ տարբեր, երկու թվանշանի հետ մեծ կապ ունի, եթե դուք բացասական կողմ եք ձեր օգտագործում, խապկանքներ, հա, մարդկանց կարող են խապել երկու թվանշանով մարդիկ, սա բացասականն եք դուք ակտիվացնում ձեր մեջ, բամբասանքներն էլ կարևոր են այստեղ, որպեսզի դուք սովորեք ոչ թե բամբասեք, sense կարմա աշխատեք, հա, մարդկանց խապեք եւ այլը, մանիպուլյացիաներ անել, սա ձեր խավար կողմն է։ Այլ հակառակը, եթե դուք դա չեք անում, այլ ներդաշնակ եք, ազնիվ եք ձեր դիմացի մարդկանց հետ եւ այլը, եւ լավ հարաբերություններ ունեք ձեր մայրիկի հետ, որը լուսինն է, հենց երկու թվանշանին ղեկավարում, ղեկավար մոլորակը, այդ դեպքում ձեր գործերը կարող են լինել հաջող։ Նաեւ այստեղ խոսում է լուսինը ձեր կապը ձեր մայրիկի հետ։ Այնպես որ դուք պետք է այս մասին մտածեք։ Լինում են բավականին լավ էզոթերիկներ, բայց չպետք է օգտագործեք մանիպուլյացիա։ Ձեզ մոտ կարող է լինի պրիլիվ, ատլիվ, մեկ ուզում եմ մտնեմ, մեկ չեմ ուզում, մեկ վախենում եմ, մեկ չեմ վախենում, հա, դուք պետք է կոնկրետ կողմնորոշվեք, ինչ եք ուզում ձեր կյանքում եւ սկսեք քայլեր անել։ Շանսերը կարող է շատ լինի ձեր կյանքում, բայց չգիտես ինչու, ձեր այդ տատանումների պատճառով, այդպես էլ որ չեք կարողանում, հա, որոշումներ կայացնել, դուք շատ բան կարող եք թե հաջողությունը ձեր ձեռքից բաց թողնել եւ այլ եւ այլ եւ այլ։ Միշտ պետք է դուք զարգացնեք ձեր ներքին ձայնը, եւ հետևեք ձեր երազներին։ Սա բավական կարևոր է։ Իսկ եթե ինչ-որ բան ձեր մոտ այն չէ, փորձեք կարգավորել ձեր հարաբերությունները ձեր մայրիկի հետ, որովհետև սա բավականին կարևոր նյուանս է։ Անցնենք առաջ, երրորդ մեծ արկանը, 3 թվանշանը, որն է ձեր առաքինությունը։ Կստացի, Վերխովնայա Ժրիցան նաև դա էզոթերիկայի հետ կապ ունի, սովորեցնելու հետ կապ ունի, գաղտնի գիտելիքների, աստրոլոգիայի հետ կապ ունի, չմոռանանք, տարո քարտերով կանխատեսումների, կինոմատոգրաֆիայի հետ, որտեղ մարդը կարող է, հա, լավ պոտենցիալ ունենալ, բացվել, բեմի վրա խաղալ եւ այլն, ինչը կապված է նաեւ բեմի հետ։ Ճիշտ օգտագործեք ձեր պոտենցիալը։ Նաեւ
Մարդը կարող է լինել լավ, եկյատ ասա, սա էլ ասեն, որպեսի ունենա։ Ինչը կապված է միստիկայի բավական լավ պոտենցիալի հետ, լավ ձայնի հետ, որը շատ մարդկանց համար անհասանելի է։ Դրա համար ճիշտ օգտագործեք այս ձեր պոտենցիալը, ձեր մայրիկի հետ կապը պահեք, հաշտվեք, լավ եղեք նրա հետ, մարդկանց հետ ներդաշնակ եղեք, այլ ոչ թե բամբասեք, մանիպուլյացիաներ արեք, կասկածեք, հա, սրանք ձեր բացասական կողմերն են, որոնք չեմ կարծում, որ ձեզ կարող են հաջողություն բերել, որովհետև դուք այդպես ակտիվացնում եւ մանավանդ, երբ որ դուք չեք հասկանում ձեր մայրիկին, ինչ էլ որ լինի, դա ձեր մայրիկն է, դուք պետք է ձեր մայրիկին ընդունեք այնպեսին, ինչպեսին նա կա։ Այսպես անցնենք երրորդ տարոքարտը, դա Ես սա ձեր առաքինության մասին եմ խոսում, որպեսզի դուք հասկանաք, որովհետև ոչ մի մարդ այսպես իմ նման չի կարող ձեզ բացատրել։ Երեք թվանշանը սա մամա, պապա и я, հա, ես կիննա խոսքի, հայրը եւ կինը, կամ եթե ուզում ամուսնանա, երեխա ունենա եւ այլն։ Երեք թվանշանի հետ կապ ունի։ Երեք թվանշանը ինչ է իրենից ներկայացնում կրակես լրիվ։ Մոռացա ասել, երկու թվանշանի մարդիկ նաև կարող են երկու անգամ, հա, մի անգամ ամուսնանան բաժանվեն եւ երկրորդ անգամ ամուսնանան։ Ձեզ ընդհանրապես չի կարելի խաբել, ստել մարդկանց եւ չի կարելի բամբասել եւ չի կարելի նաեւ մարդկանց դավաճանել։ Դա կապ չունի։ Հոգով եք դավաճանում, ֆիզիկապես եք դավաճանում եւ այլն։ Եվ եթե ձեր կյանքում ինչ-որ իրադարձություններ ա լինում, մի զարմացեք, դա դրա պատճառով է։ Երբեք դուք պետք է կարողանաք ներեք, հաշտվեք եւ այլն եւ այլն։ Երեք թվանշանը դա իմպերատրիցա քարտներ իմ տարոքարտով, որը կապ ունի մայրության, հայրության, նաեւ ինչու՞ չէ հա, գիտելիքների հետ, սովորեցնելու հետ եւ այլն։ Ընդհանրապես երեք թվանշանը ինքը մեծ կապ ունի, հա, ռեսուրսների հետ մարդու, ֆինանսների հետ, շքեղության հետ, սա բնական է։ Ինչ ա ուզում մեզանից։ Յուպե։ Ընդհանրապես այստեղ դուք պետք է կարողանաք ճիշտ կապ հաստատել ինչպես բնության հետ, երեխաների հետ, սա բավականին կարևոր է։ Հա, ձեր կարիերայում, որպեսզի ճիշտ ռեալիզացնեք ձեր կյանքի բոլոր սֆերաները։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այստեղ եթե ձեր թվանշանը 3-ն է, ընտանեկան բիզնեսը ված չի լինի, բայց ընդհանրապես նաև նյանյան էլ կարող եք դայակ էլ աշխատել։ Ինչն է այստեղ հետաքրքիր, եթե դուք բացասական եք օգտագործում ձեր այս թվանշանը, դուք հնարավոր է նաև խոսքի օրինակ սառնեք ձեր երեխաների հետ եւ այլ, ստեղ չեք հասկանա իրար սխալը ձեզանից է գալիս, այսինքն բացասական եք օգտագործում դուք ձեր թվանշանները։ Խոսքի օրինակ, եթե երեք թվանշանի հետ դուք կապ ունեք ձեր գիտակցականն կամ ճակատագրի թիվն կամ, հա, ձեր կյանքի ճանապարհի թվանշանն է, սա խոսում է նաև այն մասին, որ դուք պետքա ուշադիր լինեք ձեր էլի ծնողի հետ, մյուս ծնողի հետ, հայր եւ մայր հարաբերությունների, երեխաների, ձեր կիսուրի հետ, ձեր կեսրարի հետ պետքա ուշադիր լինեք, հա, լավ լինեք։ Դուք պետք է կարողանաք ներդաշնակ լինել էլի մարդկանց հետ հարաբերություններում, այնինչ հավաքում է ձեր մոտ, որպեսզի կարողանաք ճիշտ այդ ձեր պոտենցիալը բացեք եւ առաջ գնաք։ Միգուցե որոշ մարդկանց մոտ դա կարող է լինել ուսուցանելու հետ, դաստիարակ լինելու հետ, հա, մեր հետևորդներից է։
Դուք պետք է նաև զբաղվեք ստեղծագործությամբ, այնինչ ձեզ տրված է, հա, դուք պետք է դա խոսքի օրինակ, մայրը շատ լավ ձայն ունի, ժամանակին եղել է երգչուհի եւ այստեղ երեխան կարող է մորից, հա, մայրական կողմից վերցնի դա եւ իր տաղանդը հենց ինչու՞ չէ, եթե մայրիկից գալիս, հա, այդ սկսի ստեղծագործել, երգել եւ այլ եւ այլ եւ այլ, այսպես։ Հետևորդներից են։ Եթե խոսքի մեծացել եք, չեք, այդպես էլ չեք ամուսնացել, դուք պետք է մտածեք այդ մասին, որպեսզի դառնաք մայր, հա, երեխաներ ունենաք, սիրեք ձեր երեխաներին։ Եթե դուք խոսքի օրինակ տղամարդ եք, խոսքի օրինակ, հա, երրորդ քարտն է, այստեղ եռյակ կա։ Տղամարդը չպետք է դավաճանի իր կնոջը, եւ եթե հետո ձեր գործերը վատ է լինում, ձեզանից բողոքեք, ոչ թե ձեր կնոջից, որովհետև երեքը դա այստեղ երրորդ մարդ ավելորդ է, կարող է լինել նաև ամուսնացած տղամարդը կարող է դավաճանել իր կնոջը։ Այստեղ տղամարդու համար ձեր կնոջից է կախված ձեր հաջողությունը, հետագա, ապագան։ Դրա համար դուք երբ ամուսնանում եք, պետք է դավաճանեք ձեր կնոջը, ծեծեք, ձեր բարձրացնեք, նվաստացնեք ձեր կնոջը։ Եվ հետո մի բողոքեք, երբ որ ձեր մոտ կարող է խնդիրներ լինի, դա նշանակում է կարմա աշխատել։ Մի մտեք կեղտոտ կապերի մեջ եւ այլը։ Դա էլ է նշանակում չէ կարմա աշխատել։ Հասկանում եք։ Պետք է սիրել ձեր ծնողներին, պետք է լավ վերաբերվեք ձեր ծնողներին, պետք է կայունություն մտցնեք ձեր ընտանիքում եւ այլն։ Հասկանում եք։ Հասնենք առաջ, չորրորդ արկանը դա իմպերատորն էր իմ տարոքարտերով 4 թվանշանի ճակատագրի թիվը եւ եթե ձեր բախտի թիվն է, հա, ինչի մասին է սա խոսում, քառանկյունի մասին, բնական է, բիզնեսի մասին է խոսում, հա, դուք պետք է կարողանաք ճիշտ կատարեք ձեր աշխատանքները, կապ չունի, դա բիզնեսի հետ է կապված եւ այլ սֆերաներում, հա։ Եթե իհարկե դուք ունեք աճ ձեզ մոտ։ Եթե դուք ցանկանում եք ձեր կյանքում հասնել հաջողությունների, հարգելիներս, դուք պետք է կարողանաք ճիշտ կառավարել իրավիճակը։ Կարծում եմ հասկացաք, խոսքի օրինակ, եթե բիզնեսն է, դուք պետք է կարողանաք կրեատիվ ինչ-որ բան մտածել եւ, հա, որպեսզի լավ ճիշտ ֆունդամենտ երկար տարիների համար ձեզ համար դնեք, այլ ոչ թե մի օրվա, երկու օրվա կարճ ժամանակով, հա, դա արդեն բնական է, լավ է։ Դուք պետք է կարողանաք ձեր կյանքում ճիշտ որոշումներ կայացնել, ընդհանրապես եւ մտածել լոգիկայով, սա բավականին կարևոր է, այլ ոչ թե զգացմունքներով, սա պետք է ձեզ համար կարևոր լինի։ Եվ եթե ինչ որ հարցեր ա լինում ձեր կյանքում, դուք պետք է պատասխանատու լինեք ձեր եթե խոսքի օրինակ բիզնես եք վերցնում ձեր գործը, հա, կառավարում եւ այլ եւ այլ եւ այլ բիզնեսի հետ կապված դուք այստեղ պետքա պատասխանատու լինեք ձեր ամեն մի քայլերի համար եւ պետք է պատասխանատվությունը ստեղ պարտադիր, պետքա կարևոր լինի, այլ ոչ թե լինեք անպատասխանատու, մտածել, հա, գործելով ճիշտ մարդկանց հետ հարաբերություններում, Եթե ինչ-որ սխալներ եք արել, կարող եք այդ սխալները ձեր հետագայում ուղղել, մտածելով կրեատիվ ինչ-որ բան եւ ստեղծելով կրիզիս պահեր ձեր կյանքում, այլ ոչ թե քանդելով այս ամեն ինչը, հա։ Եկեք իրերը կոչենք իրենց անունով։ Դուք կարող եք դառնալ, սա կանանց մասին չի, խոսքը սա տղամարդկանց մասին է, խոսքը դուք կարող եք դառնալ լավ ընտանիքի անդամ, եթե դուք ձեր վրա ներողություն լավ ընտանիքի հայր, հա,
Ամեն ինչ ձեր համար պետք է լինի իր տեղում, աշխատանքը աշխատանք, բիզնեսը բիզնես եւ այլ եւ այլ եւ այլ։ Ինչ որտեղ եթե պետքա լինեք խիստ, բայց պետք է լինեք պատասխանատու, բայց եթե դուք ձեր վրա վստահ չեք եւ ինչ որ մարդկանց կյանքեր եք որոշել ճակատագրերի հետ խոսքի կանանց խաղացել, մի զարմացեք, որ հետագայում կարող եք դուք հենց այդպես ձեր քայլերով ձեր կյանքում քաոս ստեղծեք, հա։ Ինչ խորհուրդ կտամ, դուք պետք է կարողանաք ճիշտ կարող եք լինել պետական ստրուկտուրաների հետ է կապված ձեր աշխատանքը, դուք չպետք է մանիպուլյացիաներ անեք մարդկանց հետ, դուք չպետք է մարդկանց խաբեք, եթե ցանկանում եք ձերն ունենաք, պետք է մտածեք ձեր մասին, սպորտով զբաղվելու մասին, որպեսզի դուք կարողանաք ճիշտ ձեր ուղին ընտրելով, հա, ինչ-որ կրեատիվ նոր բան, մտածել այլ ոչ թե ով ինչ անում է, ես սա անեմ, հա, այդպես չի աշխատի ձեզ մոտ։ Չպետք է լինեք մերկանտիլնի ժլատ եւ պետք է բացեք ձեր էմպաթիան։ Սա բավականին կարևոր է, որպեսզի դուք իմանաք։ Այսպիսի մարդկանցից լինում է լավ բիզնեսմեններ, բավական կստացի լավ հաջող, բայց եթե դուք ինքներդ 4 թվանշանը ձեր սխալ եք օգտագործում բացասական, հա, առումով դուք ինքներդ փլուզում եք ձեր կյանքի բոլոր սֆերաները, ինչպես անձնական կյանքում, այնպես էլ այլ ձեր կյանքի սֆերաներում։ Շատ կարևոր է այստեղ 4 թվանշանը նաև կապ ունի ձեր առողջության հետ, հետևեք նաև ձեր առողջությանը, հա, եղեք պատասխանատու նաև ձեր համար։ Սա բավականին կարևոր է։ Եթե ինչ որ բան ձեզ դուր չի գալիս մարդկանց հետ հարաբերություններում, դուք պետք է նստեք, խոսեք, լինելով պատասխանատու ձեր բառերին։ Դուք ունեք լավ հոտառություն կապված բիզնեսի եւ այլ, հա, պետական ստրուկտուրաների այլ սֆերաներում, որտեղ կարող եք բացվել, բայց ոչ թե խաբելով մարդկանց, հա, ինչ որտեղ կարող եք լինել ուպյորտը, շատ ասացի տերը, հա, բայց մի փոքր լավ մտածեք, որովհետև դա կարող է ձեզ խանգարել հետագայում եւ այդպիսի քայլերով, որ չէ, ես իմ ասածը պետք է անեմ եւ վերջ, եւ մանիպուլյացիաներ անելով, ես չեմ կարծում, որ այդպես դուք ձեզ լավություն եք անում, դուք այդպես ակտիվացնում եք ուրեմն բացասական էներգիան, 4 թվանշանը եւ այդպես սարքում եք ձեր կյանքը քաոս։ Հետո էլ բողոքում եք, սկսում են մարդիկ խմել, որոշ մարդիկ կապ են ունենում կրիմինալի հետ, հա, խաղամոլ են դառնում, բավականին շատ են դեպքերը, նարկոտիկի եք տրվում, խմիչքի եք տրվում եւ բոլորին մեղադրում եք բացի ձեզանից։ Ես այս մասին մի քիչ խորը sense չէի խոսել, բայց հիմա մի փոքր խոսում եմ, որպեսզի իմանաք, հա։ Ես կարծում եմ այսքանը այսօր հերիք է, այսպես ես օրեկան ձեր թվանշաններից մի փոքր կխոսեմ մեծ արկանների հետ կապված, ավելի գլոբալ, որպեսզի դուք ավելի շատ խորը հասկանաք, թե ինչքան խորն են թվերի, հա, թվանշանների գիտելիքները, գիտությունը եւ ինչքան դուք խորանում եք, այնքան ավելի հետաքրքիր է թվանշանները ձեզ բացահայտում, հարգելիներս, որովհետեւ էլի եթեր ունենք մենք այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, սիրում եմ ձեզ, լավ եղեք, մինչ իմ հաջորդ թողարկում, այսօր այսքանը, ցտեսություն։